դժվար է հասել մեզ ժամանակակից մարդկանց, որ նույն ձևի մարդ են երեխաները։ Դե դու ուր, ես փորձով խելացի, բարձրագույն կրթությամբ, դու ընդամենը ինչ որ մի հատ փոքր մարդ ես։ Իրենք չեն ունենա այդ ունակությունը իրենք որոշումները կայացնելու։ Իսկ դա անընդհատ ստիպելու է, որ մենք իրանց փոխարեն ինչ-որ բաներ անենք։ Իսկ ես ճիշտն ասած հավես չունեմ։ Ես դասավանդելիս նկատում եմ, տեսնում եմ մարդկանց, որոնք որ ցավոք սրտի ուղղակի ապրում են։ Ինչքան էլ դու ասես, որ սա է պետք ուղղորդես, տանես օրինակ մաթեմատիկայի կամ ֆիզիկայի, եթե ինքը չի սիրում դա, ինքը մեկը անելու է դա վատ, ավելի երկարաժամկետում հիասթափվելու եւ վերադառնալ նրան, ինչ որ ինքը սիրում։ Կա սահման, որից հետո արդեն դա կարող է վտանգավոր դառնալ։ Իրանք որոշել են, որ իրանք հին ավտոները պետքա բակում ծախեն, ոչինչ։ Իմ համար ամենամեծ պարտությունը կլինի, որ իրանք լինեն ոչ արտառոց, ինչ որ հաջորդ մեկը, вообще չի ուզենա։ Նախ սկսում ես գիտակցել, որ ընտրության հարցը դա ամենակարևորը երեխաների հետ ունենալն է։ պատմի, ինձ շատ հետաքրքիր։ Ես համոզված եմ, որ երեխաների հարաբերությունները կառուցելու եւ առողջացնելու նպատակով մենք պետք է տիրապետենք հենց հաղորդակցության հմտություններին։ Եվ շատ ուրախ եմ, որ այսօր ունենամ հնարավորություն այդ մասին խոսելու հենց հաղորդակցության մասնագետի հետ։ Սիրով ձեզ ներկայացնում եմ իմ հյուրին Սերգեյ Թանտուշյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ ներկայացնեմ նախ որպես մասնագետ, բիզնես հաղորդակցության եւ ռազմավարության դասախոս, բայց այսօր այստեղ եք որպես ձեր երկու որդիների Ալեքսի եւ Դանիելի հայր, եւ այսօր հենց այդ դերից էլ հիմնականում ձեզ հետ կզրուցենք։ Առաջին հարցս կլինի հենց դա, ես իսկապես համոզված եմ, ուղղակի վստահ եմ, որ չեմ էլ ուզում քննարկել, այդ աստիճան վստահ եմ, որ այն հմտությունները, որ մենք սովորաբար սովորում ենք հաղորդակցվելու զանազան միջավայրերում, թե գործնական, թե մեր մյուս մեծերի հետ շփումների մեջ, դրանք լրիվ կիրառել են նաեւ երեխաների հետ շփման մեջ, կա այդպիսի բան։ Դե հա, որտեվ իրանք էլ են մարդ, այդ կստացի ասեմ ձեզ շատ դժվար է հասել մեզ ժամանակակից մարդկանց, որ նույն ձևի մարդ են երեխաները, որովհետև օրինակ ես նույնիսկ իմ բարձրագույն կրթությամբ բոլորը, հա, ընտանիքի անդամների մեջ, տատիկ պապիկի մասին է խոսքը, զգացել եմ փոքր ժամանակից միշտ լսել եմ, որ դու քանի գլխանի ես, դու անպայման պետք է խոսաս, հələ մի հատ սպասի մեծերը խոսում են, բացես բաներ, որը որ ինձ թվում է մեր ազգի մեջ այդ հմտությունը, որը որ պետք է շատ իրականում ահավոր պետքական հմտությունը հաղորդակցման հմտությունը, ինքը բթացրել է, ինքը ինչ որ խեղաթյուրել է։ Բայց մենակ երեխաների հետ հարաբերություններում ու դա շատ անարդար է։ Նենց սրտիցս ասեցիք, իսկապես դու հələ փոքր ես, դու ով ես որ քո կարծիքը հայտնում ես, ման ու դա շատ կա, իրոք։ Շատ։ Ու ես երբ որ մենք առաջին իմ փորձը ոնց որ երեխաներին ներգրավելու մեծական խոսակցությունների մեջ եղել էր, երբ որ տունն էինք վերանորոգում 13 տարի առաջ եւ երբ վերադարձանք Ամերիկայից, տենց ինչ որ մեր առաջին տունն էր, որ մենք վերանորոգում ենք եւ այլն, երեխաները փոքր էին եւ իրանք որ գալիս են ինչ որ բան են արտահայտում, մենք իրանց հարցնում ենք նախ, իսկ ինչ գույն ես կարծում ես այս պատը ոնց անենք, էլի, հա, ու ինքը տենց երկար, մի քիչ տենց նյուկլյուժի ձևով իր բառերով դժվարությամբ ասում էր, այս վարպետները սենց իրանց գործիքներով սենց քարացած կանգնած շոկի մեջ էին, որ ոնց, հələ մի րոպե, մենք հիմա պետք է ժամանակ ծախսենք այս ամեն ինչի վրա, կամ լուրջ հարցնում են ու լուրջ ասենք հետևում են այդ խորհրդին, բայց դա իմ համար բնական էր, չգիտեմ ինչի, որովհետև ոնց որ ասեցի, ինքս այդպես չեմ դաստիարակում։ Իսկ դուք փոփոխություն տեսնում եք, որովհետև կներեք, սխալվում եմ, կարծում եմ ծնողներս կոտրել են այդ շղթան, որովհետև եթե տատիկ պապիկը, քանի որ հին մարդիկ են, սովետական մարդիկ են եւ այլն, հա, վատը չկամենալով, բայց ակամայից այդպիսի մոտեցում են ունեցել, ապա ծնողներս եւ կնոջս ծնողներն էլ իրանց մոտ ես ուղղակի շոկի մեջ եմ, թե ինչքան է կարևորվում, հա, այդ հարաբերությունը հավասարը հավասարին։ Ինչու է դա կարևոր, Սերգեյ։ Երեխաների հետ հարաբերություններում ինչու է կարևոր լինել հավասարը հավասարի։
ինչ կկորցնենք, եթե միևնույնն է այդպես ցույց տանք, որ դե դու ուր, ես փորձով խելացի, բարձրագույն կրթությամբ դու ընդամենը ինչ որ մի հատ փոքր մարդ ես, եւ ինչ ենք շահում, երբ երեխայի հետ այտենց լուրջ նստում ու խոսում ենք։ Ես կպատասխանեմ որպես տնտեսագետ։ Իմ առաջին կրթությունը տնտեսագետ է եւ կա այդպիսի անտեսանելի ձեռքի եւ կոնցեպտը, երբ որ բոլորս մեր էգոիստական շարժարկներից բխված եթե գործենք, տնտեսությունը կգա էկվիլիբրիումի, կգա հավասարության կետին եւ այսինքն մենք բոլորս մեր շահերից պետք է բխենք, հա։ Հիմա ես կարծում եմ, որ երեխաներին հավասարը հավասարին վերաբերվելը հենց մեր շահերից է բխում, որով առաջին հերթին, այո, ինքը ավելի էթիկական է, ավելի լավ է եւ այլն, ավելի բարի մոտեցում է, բայց եթե մենք անընդհատ իրանց փորձենք կառավարել, մեր ասածով իրանց շարժենք եւ այլն, իրենք չեն ունենա այդ ունակությունը իրենք որոշումները կայացնելու։ Իսկ դա անընդհատ ստիպելու է, որ մենք իրանց փոխարեն ինչ-որ բաներ անենք։ Իսկ ես ճիշտն ասած հավես չունեմ։ Իսկ այն հարաբերությունները, որ դուք այսօր տղաների հետ այդպես տենց հավասարը հավասարի, իրենց կարծիքը հաշվի առնելով, ու այո, համբերատար, լուրջ ոնց որ բանվորները շոկի մեջ էին, բայց դուք համբերատար լուրջ լսում եք, հələ մի բան էլ անում եք, այնպես իրենք ասում են։ Իրենք այդ դրանից ինչ հակազդեցություն են տալիս, այսինքն կարող է մի քիչ sense երեսեն առնում, որ դե բերեք չարաշահ եմ այդ պահը կա, մենք ունենք ինչ որ սահման, այդ ազատությունը տալու, լսելու, մեծի տեղ դնելու, կա սահման, որից հետո արդեն դա կարող է վտանգավոր դառնա։ Նախ ասեմ ոչ միշտ համբերատար, ոչ միշտ նաև հավասարի, եւ մեկ լինում է ինչ որ տենց սանկցիաների կիրառում, օրինակ չէ, վсё, ես ասում եմ, ասենց է, ու արդեն էլ առողջություն չկա բացատրելու, թե ինչու, շատ հազվադեպ, բայց երբ որ դա իր ապագայի օրինակ հետ է կապված եւ այլն։ Չնայած որ օրինակ փոքր տղաս դաշնամուր է շատ սիրում, կարելի ասել արդեն սիրում ցավոք սրտի եւ բասկետբոլ, այդ երկուսը հավասար գնում էին, բայց ինքը որոշեց, որ դաշնամուրը երկրորդ պլան է մղվում, հիմա էլ չի բարբում եւ մենք ոչ մի բան չկարողացանք դրա հետ անել։ Այսինքն մենք բարձր չստիպեցինք այն հին պատմից, որ տիպը հետո մինչև լացելով եմ ավարտել, հետո փակել եմ դաշնից պատմություն չկար մեր ընտանիքից էլ ոտ կար, բայց մենք փորձում ենք ուղղորդենք, որ տիպը ափսոս է, այլ ինչի համար այդքան լավ ես նվագում, այդքան տաղանդավոր ես, ինքը ասեց ոչ։ Այսինքն ոչ բոլոր հարցերում, ոչ միշտ է ստացվում, բայց փորձում ենք այն որոշիչ հարցերում մերը ուղղորդենք։ Կարծում եմ, այստեղ նաև մենք ունենք մրցակցային առավելություն, որովհետև մենք մեզ իհարկե մեր փորձը, մեր ասենք, չգիտեմ, համոզելու հմտությունը եւ այլն իհարկե ավելի շատ է եւ շատ ժամանակ օբյեկտիվորեն հաղթում ենք այդ բանավեճում մենք, էլի, այսինքն ոչ միշտ է պետք տենց ավտորիտար ձևով, այլ ուղղակի համոզելով, համոզիչ տեխնիկաներ, ոնց որ ես իմ դասընթացի մեջ եմ կիրառում, օգտագործում, սովորացնում ուսանողներին, նույն ձևի կիրառում եմ իմ ընտանիքում։ Այսինքն փորձում ենք համոզել, փորձում ենք ուղղորդել, այո, բայց իսկ ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, թե ինչով է դա հղի, հա, ասենք իրադարձություններով, այո, ես կարծում եմ շատ ավելի ազատություն են ստանում եւ քիչ կառավարելի են դառնում։ Մենք շատ գործիքներ ենք տալիս բանավիճելու, արտահայտվելու եւ այլն, բայց ինձ թվում է դա երկարաժամկետում իրանց ցանկացած դեպքում օգուտ է։ Մեծ կյանքում։ Նաև մի բան էլ ասեմ, երեխան ինչ որ ինձ թվում է իրան դուր է գալիս, մեկը այդ է անելու։ Ինչքան էլ դու ասես, որ սա է պետք ուղղորդես, տանես օրինակ մաթեմատիկայի կամ ֆիզիկայի կամ դաշնամուրի կամ տենց ինչ որ քիմիա, ասես սովորի, որտեվ դա կարևոր է կամ կոդինգ, եթե ինքը չի սիրում դա, ինքը մեկը անելու է դա վատ, ավելի երկարաժամկետում հիասթափվելու եւ վերադառնալ նրան ինչ որ ինքը սիրում։ Հետևաբար անիմաստ գործողություն է, էլի։ Ձեր տղաները մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշված են կամ կողմնորոշված։ Փոքր տղաս ուզում է սպորտի մեջ լինի, բասկետբոլիստ է ուզում լինի։ Իհարկե մենք որպես պլան B իրան մատեմ եւ հայերեն եւ ամեն ինչ ինքը պարապմա սովորում է դպրոցում բավականին մեր բախտը բերել է, որ հաջողություններ է գրանցում։ Մեծ տղաս ուզում է ինժեներ դառնալ։ Լույս սիրում եք։ Ես շատ։ Մեր ոդքասթի այս տաղավարի լուսավորությունն ու հաճելի միջավայրը ապահովել է իր տեսակի մեջ միակ խանութը Երևանում՝ Սկանդիքսը, սկանդինավյան լույսերի եւ կահույքի խանութը։
Արդեն 3 տարի է իմ բնակարանում լուսավորության զանազան տեսակներ կան հենց այդ խանութից եւ ունեմ 0 խնդիր որևէ լույսի հետ։ Scandic-ի նոր մեծ խանութում արկա է 350-ից ավել տեսականի ներքին եւ արտաքին լուսավորության համար, ինչպես նաեւ կահույք, բարձր որակ, ճաշակ եւ ամենակարևորը նորմալ գներ։ Scandic-ի լույսերն ու կահույքը ներմուծված են միայն Դանիայից, հիմա նաեւ որոշ մոդելներ Իսպանիայից։ Հաղորդեք նոր շունչ եւ տեսք ձեր բնակարաններին, ավելացնելով մեկ, բայց կարևոր եւ գեղեցիկ դետալ։ Գնացեք, հիացեք, սիրահարվեք, ինչպես ես, իսկ գնելիս չմոռանաք ասել կախարդական խոսքերը deep parenting եւ կստանաք հաճելի զեղչեր։ Դուք որևէ ձև ազդեցություն ունեցել եք այդ ուղղությունների, այսպես ասած, վրա, այդ ընտրության վրա, ընդհանրապես մասնագիտական կողմնորոշման այդ գերագույն խնդիրը նախ որ ինքը լայն առումով այսօր խնդիր է, որտեղ էս փոփոխվող աշխարհում այնքան բարդ ասել 5 տարի հետո ինչ մասնագիտություն կլինի ու գնա այս ասովորի, որ սա դառնաց, ոնց առաջ հեշտեր, բայց նաև հենց շատ նեղ առումով դուք ինչ որ sense հուշումներ, բաներ, դե որտեվ մենք մեծ ենք, մենք գիտենք, որ նա քիչ թե շատ լավ կամ վատ ու երբեմն չենք էլ համաձայնում իրանց ընտրությունների հետ, թե այդ բացառապես իրենց ընտրությունները դուք որևէ ձև չեք միջամտել։ Թե այսենց ոնց որ ծնող երեխա հարաբերություններում, թե մենտորական հարաբերություններում, որ շատ իմ ուսանողներն են ինձ հարցերով դիմում, ինչ անենք, ուր գնանք, որ դասը վերցնենք ից մինչև ապագան եւ այլն, մոտեցումը հետեւյալում է, ինչ է քեզ երջանկացնում, որ մասնագիտությունն է քեզ երջանկացնում եւ ինչն է, որ կհաջողես ամենայն հավանականությամբ, որովհետեւ ունես բազա կամ ունես ուժեղ կողմեր, ունես ինչ որ մի հատ առավելություն, որը որ թույլ կտա, որպեսզի ոչ միայն ուզենաս, այլ նաև կարողանաս դա անել։ Ու դրանց հատման կետում հնարավոր մասնագիտությունների վերլուծություն։ Մենք փոքր ժամանակվանից տեսնում ենք, որ Ալեքսը ինչ որ ավտոներ է սարքում, Amazon-ից ինչ որ մեր բաները, որ Globing-ի, Yonex-ի պասիլկաները նայեք, ստատիստիկան, հա, կոշիկ, ինչ որ անհասկանալի մեխանիզմներ, հետո էլի կոշիկ, հետո էլի մեխանիզմներ։ Լավ է։ Տենց, այսինքն ինքը միշտ պատվիրում է, ինքը միշտ սիրել է, ինքը միշտ ինչ որ բաներ է սարքում, բոլորը արդեն գիտեն, որ ինչ որ բան եթե փչացած է, Ալեքսին ենք դիմում, այսինքն ինժեներական մտածելակերպ իր մեջ կա եւ իրան դա դուր է գալիս։ Հիմա ես կարծում եմ, որ դա եթե լավ ինժեներ լինես, կամ լավ մուզիկանտ լինես, կամ լավ բասկետբոլիստ լինես, կամ լավ դվորնիկ լինես, կամ ոստիկան, ցանկացած լավ բան, կամ դասախոս, գլուխս մի քիչ գովամ, կոմոդ ամեն ինչ լավ կլինի։ Այսինքն ցանկացած մասնագիտություն ձեր տանը թույլատրելի էր եւ կարեւոր է ինչ դառնա լավ։ Դրա լավը դառնա, այսինքն ձգտի իր մասնագիտության մեջ։ Երկրորդ անգամ այս միտքը հնչում, իսկապես ինձ համար շատ բացահայտող էր առաջին անգամ էլ, որ կարևոր չի ինչ դառնաս, գնա դարձիր այն ինչ ուզում ես, բայց համոզված եղիր, որ դրա համար անում ես լավագույնը, որ դու բոլորից տարբերվես տվյալ մասնագիտության մեջ։ Ճիշտ է, ինչ որ նոր արարություններ մտցնես, ինչ որ բաներ, որոնք որ քո մասին չեն, այլ դիմացինի մասին է։ Հաղորդակցության իմ կուրսի մեջ հենց դա է հիմնական մեխը, որ քո մասին չի, դիմացինի մասին է։ Դու պետք է հարմարեցնես քո հաղորդակցության ձևը դիմացինին։ Դու պետք է արժեք ավելացնես դիմացինին։ Այսինքն օգուտ տաս այդ մարդուն քո հաղորդակցության։ Ինչ որ մի խնդիր լուծես։ Անցյալ օրը էլի հիշել էի մի շատ լավ միտք, չգիտեմ դուք ձեր դասընթացներում դեռահասների կողմնորոշման հատկապես օգտագործում եք թե չէ, բայց գաղափարը սա էր, որ չգիտես ինչ դառնալ, երեխային են ասում, մտածիր ինչ խնդիր ես ուզում լուծել ես կյանքում։ Հենց քո կյանքում հիմա 13 տարեկան ես 16, մոտավորապես դե 10 պլյուս իհարկե, ինչ խնդրի ես բախվել, որը քեզ ընդհանրապես դուրս չի գալիս, ու ինչ խնդիր ես ուզում լուծել։ Այդտեղից ասում ահագին կրեատիվ, բարձա ինքը չի գնա դառնա ինչ որ կոնկրետեն ինչ խնդիր որ ուզում ա լուծել, բայց շատ ստեղծագործական մտքի զարգացում, մոտիվացիա, որ վայ ես ոնց փոստորեն կարող եմ ինչ որ։ Բայց հետաքրքիր բան է, ասում են առումով, որ դա էլ պահանջում է որոշակի ինքնահանրադարձ, այսինքն երեխան պետք է իմանա ինչ խնդրի է բախվել։ Նախ մի հատ վերլուծի ինչ խնդիր ինքը ունի։ Հա, էլի որ ասենք, չգիտեմ, ինչա կատարվում իր շուրջը։ Շատ դեպքերում ես մեծ արդեն քանի որ թե բակալավրի մակարդակի, թե MBA եւ թե տնօրենների ծրագիր ունենք ամերիկյան համալսարանում, այդ որ ծրագրերում ես դասավանդելիս նկատում եմ, տեսնում եմ մարդկանց, որոնք որ ցավոք սրտի ուղղակի ապրում են առանց անդրադառնալու թե
ուր եմ գնում, ինչն է իմ նպատակը, ինչ ձևի տեսք ունեմ կողքից, ոնց եմ ես կառավարում իմ էմոցիաները, ոնց եմ ազդում իմ գործողություններով ուրիշ մարդկանց։ Շատ ժամանակ մարդիկ դրան չեն անդրադառնում։ Իսկ որ դուք ասում եք 10 տարեկանում մի հատ հասկացի ինչ խնդիր ունես կամ ինչա շուրջդ կատարվում, այդ արդեն բավականին մեծ հմտություն է։ Բայց այդ ցավոտ թեմայի կապակ ես էլ եմ շատ նկատել, որ ոչ միայն մեծերի մոտ, այլ նաև երեխաների արկա այդ կյանքի իմաստի, չասեմ կորուստ, որտեվ ինքը չկա էլ որ կորի, հա, դիրքորոշում ինչ որ ես ով եմ ուզում դառնալ, ինչ նպատակներ ունեմ այս կյանքում կամ ինչ խնդիրներ եմ ուզում լուծել ու դա շատ խանգարում է ամեն տեսակ մոտիվացիային, հատկապես այսօրվա աղմուկի դարում դուք դա նկատել եք ուսանողների շրջանում։ Շատ երեխաների մոտ, ում հետ որ շփվում եմ, մեր Zoom-ի մասնակիցները եւ այլն, երբ որ փորձում ես հասկանալ իսկ ինչու ես ուզում դա դառնաս, նախ եւ առաջ ասեմ, որ մեր վերլուծությունները ցույց տվեցին, RP-ի հետ մենք հարցում ենք կատարել բավականին լուրջ, որ երեխաները մինչեւ 15 տարեկան գիտեն ավելի պակաս, քան մինչեւ 15 մասնագիտություն։ Այն ամենա, այսինքն շատ ընտրությունը լիմիտավորված է, դու այն ինչ գիտես, դա ես դառնում բնականաբար։ Երկրորդը ես կարծում եմ, որ նորմալ է իրանք որ չգիտեն, եւ աղմուկն է խանգարում եւ իր միջավայրն է իր վրա ազդում եւ ցավոք սրտի հետաքրքրություն էլ չկա ինչ որ, հա, տենց հասկանալու, իսկ ինչ վարիանտներ կա եւ Մեր ծրագրում օրինակ մենք տալիս ենք շատ նյութեր եւ շատ ինչ որ ուղղորդում ենք երեխաներին բացահայտելու ապագայի մասնագիտությունները օրինակ հասկանալու թե եւ փորձելու սցենարներ գրել, մտածել գլխի մեջ, որ թե ուրա գնում ես մասնագիտությունների ոնց որ համաձուլումը։ Ինչ որ միջ մասնագիտական լրիվ նոր բաներ է լինում, արդեն մեր աչքի առաջ վերջին 10-15 տարում եղան, մա պատկերացնում եմ ինչա լինելու։ Այո, մենք խաչմերուկների վրա նայում ենք ինչ մասնագիտություններ կան, օրինակ մարդ կամ մարդ տեխնիկա եւ այլն, եւ փորձում ենք իրանց ոնց որ ոգևորել ու հորթել մոտիվացնել, որպեսզի գնան հասկանան ապագան, որովհետև մենք ինքներս չգիտենք, չկա տես պատասխան, որ տիպը այս է ֆորմուլան գնա ու ամեն ինչ լավ կլինի, չկա դեղատոմս, էլի։ Այդ դա չի նշանակում Արսիկ, որ արդեն իսկ ես հասկանում եմ, որ իհարկե շատ ենք խորանում մի թեմայի մեջ, որ ավելի մեծ տարիքի երեխեք ունեցող ծնողներին է հետաքրքիր, բայց սա շատ կարևոր է համենայն դեպս անգամ փոքր տարիքում հիմա ծնողները երևի պիտի հասկանան, իսկ ինչպիսի մարդ մեծացնեն ու այդ տեսանկյունից հարցս սենց կլինի, որոնք են այն ունիվերսալ հմտությունները, որ ամեն մարդու պետք են, հանկարծ նայես թե ուր է գնում աշխարհը ու ինչ նոր մասնագիտություններ կծնվեն, որ մասնագիտությունները կլինեն ամենաշատ հարկի, փոխվերող եւ այլն, որոնք են այն ունիվերսալ հմտությունները, որ երեխաները շատ լավ է որ փոքրուց ունենան ու ծնողներն էլ հիմա իմանան նպաստեն, խթանեն, չխեղտեն, չարքելեն, բնում չսպանեն այդ գծերը, այդ ջիղերը, այդ soft փափուկ հմտություններ կարող են լինել, գուցե այլ ինչ որ հաղորդակցության հմտություններ, որովհետեւ հաղորդակցության այս մասնագետից էս ասում, մի քանի հատ կարող ենք թվարկել։ Երեքը հաստատ դրանք գործակիցներ են, առաջինը դա էմոցիոնալ գործակիցն է, emotional intelligence-ն է, հա։ Այսինքն եւ ինչի եմ դա անպայման նշում, ինքը բավականին պոպուլյար է դարձել, նույնիսկ կլիշե է, ինչ որ դառնում, բոլորը դրա մասին են խոսում։ Ես իրան նշում եմ, որովհետեւ ինքը բաղկացած է 5 շերտերից, հա, ասես սոխի նման ինքը շերտեր ունի։ Առաջին շերտը դա ինքնաանդրադարձն է, ինքդ քեզ պետք է հասկանաս, ինքնակառավարում, ինքնամոտիվացիա, էմպաթիա կամ ապրումակցում շատ լավ հայկական խոսք ունենք եւ սոցիալական հմտություններ։ Այդ 5-ի ոնց որ համաձուլումը էմոցիոնալ ինտելեկտն է։ Դա առաջինը։ Երկրորդը կարծում եմ ադապտիվությունն է կամ ճկունությունը կամ քո կարողությունը հարմարվելու սիտուացիաներին լավ իմաստով։ Ոչ թե տենց ինչ որ շուստրի ություն, դա էլ է պետք, բայց եւ իդեպ մեր ծնողները շատ միգուցե դա ազգային մեր առանձնահատկությունն է, չեն սովորացնում մեզ տենց բաներ։ Կարծում եք։ Ինձ թվում է մեզ ավելի շատ ազնիվ լինես, տենց լավ բաներ են սովորացնում։ Այդ չգիտեմ, ես կարծում եմ, որ մենք հիմա խնդիր ունենք նրա հետ, հեսա հետ կգանք այդ բոլոր հմտություններին, բայց մենք խնդիր ունենք նրա հետ, որ այսօր ասում են զորբայություն սովորիր,
գնա քոնը քշիր, տալիս են դու էլ դուր գլուխը ջարդիր ու դրա համար ենք այս վիճակում, որում որ հիմա կանք։ Ճիշտ եք ինչ որտեղ, բայց ինձ թվում է ընտանիքներում ավելի շատ ասում են, որ եղի ազնիվ, եղի արդար, սենց ինչ որ բաներ, հա, իրանք լավն են, բայց մենք չենք խոսում նաև ճկունության մասին, քաջության մասին ու զոռբայությունը մի քիչ երևի էդ է տանում, հասարակ լեզվով, չէ՞ երևի, որտեղ իմ երրորդ գործակիցը հենց քաջության գործակիցն է։ Բայց մենք չենք ասում, որ օրինակ դա բալանսի մեջ պետք է լինի եւ երեխաները դուրս են գալիս հասարակություն, այնպես ուստանովկաներով, այնպիսի արժեքներով, որոնք որ կիրառելի չեն, որոնք որ դու հետո դրուկ հասկանում ես, որ բայց networking էլ է պետք, բայց ինձ networking չեն սովորացրել, օրինակ, փոքր ժամանակ հակառակը ասել են, որ ամոթ չես շահամոլ հոմ դու չես, գնա արդար ընկերություն արա, բայց եթե դու դա ձևակերպես որպես կարևոր է ինչ շրջապատում ես դու, շփվում, ում հետ ես շփվում եւ այլն, այդ մի քիչ ոնց որ այդ ձևակերպման, երբ որ փոխում ես, մի անգամից մոտեցումն էլ փոխվում։ Ճկունությունը երկրորդ իմ ասած գործակիցը էլի 3 մասից է բաղկացած, նախ եւ առաջ պետք է հասկանալ ճկուն լինելու համար, թե որն է կարևոր ինֆորմացիա, որը որ չէ, այդ ադապտիվությունը, այսինքն կան ինչ որ օրինակ նույն մասնագիտությունները, հա, չեմ ուզում կոնկրետ մասնագիտություն նշեմ, բայց որոնք որ ինձ թվում է, թե արհեստական բանականության պատճառով, թե շնորհիվ դուրս են մղվելու, կամ ասենք, որոնք որ ռելևանտ չեն դառնում, արդեն այդքան պետք չեն, օրինակ մի օր խոսում էինք, ասում է կարող է իմանաք մի հատ բան, դերձակ, որը որ մուշտակների դերձակ, ասում եմ շատ, ես ինչ մուշտակների դերձակ որտից իմանամ, բան, հետո ես follow-up եմ անում, ինչ որ տենց շատ հետաքրքիր թեմա էր, ասում գտակ այդ մուշտակների դերձակի, ասում հա գնացել էինք, ասում իրանց տուն նենց հիանալի ընտանիք, հա ինքն է այդ դերձակ, իր պապան ա եղել, պապիկն է, հիմա տղային է սովորացնում։ Ինչի համար այդ սավտը, որտեղ այդ մասնագիտությունը արդեն պետք չի, հերիք չի, ինքը դից ինչ-որ վերցրել է այդ մասնագիտությունը։ Ինձ թվում է այլի կարող է մի երկու շատ լավ մուշտակներ, ասենք չեմ աշխարհի մակարդակով կամ հանրապետության լինի եւ բավարար է, բայց պետք չի էլի տենց այդ կոնկրետ ինձ համար ինդիկատոր է, որ չեն հասկացել, որ արդեն այդ ձեր ասած ճկունությունը ուղեղի չկա, իրենք չեն նկատում ինչա կատարվում։ Դա առաջին մակարդակն է, երկրորդը սցենարներ, քո գլխի մեջ կարողանաս ունենաս տարբեր սցենարներ եւ խաղաս փաստորեն մտովի ու հասկանաս այ որ sense լինի, ինչ կլինի։ Դա երկրորդ մակարդակն է եւ երրորդն է explore versus exploit, այսինքն ոչ թե դու օգտագործես ոնց որ էքսպլուատացիա անես կամ շահագործես հա այն ռեսուրսները, որոնք որ քո մեջ կան, այլ դու գնաս դեպի նոր տեղեր, որտեղ որ նոր ռեսուրսներ կբացահայտես։ Որովհետև դրանք լճանում են, այստեղ նորից իմ ռազմավարության դասից կարող եմ հիշել Կապույտ օվկիանոսի կամ Կարմիր օվկիանոսի գաղափարները, Կարմիր օվկիանոսը դա այն մրցակցային ոլորտն է, որտեղ որ շատ մրցակիցներ կան եւ բոլորը իրար ոնց որ մորթում են եւ այդ ծովը գունավորվում է կարմիր արյան գույնով։ Կապույտ օվկիանոսի հակառակ դրան, ինքը այնտեղ այնպիսի մի տեղ է, որտեղ որ չկան մրցակիցներ եւ դե նորություններ է, էլի, հա։ Այդ պետքա ձգտել միշտ դեպի այդ Կապույտ օվկիանոս։ Այդ ճկունության գործակցի կամ ադապտիվության գործակցի 3 կոմպոնենտներ են։ Իսկ քաջության գործակիցը շատ մարդիկ կարծում են, որ դա իծնե է լինում, դու կամ քաջ մարդ ես լինում կամ ոչ, բայց 2017 թվականին Հարվարդում դուրս եկավ մի վերլուծություն, որը որ նախ սահմանում է ինչա քաջության գործակից, դա քո գործելու կամ ռիսկի դիմելու ցանկությունն է դժվարությունների պայմաններում կամ դժվար տենց ինչ որ անորոշ պայմաններում եւ բացահայտվում է նաեւ որ դա կարող ես դու զարգացնել այսինքն անընդհատ տենց ռիսկային սիտուացիաներում ինքդ քեզ գցելով հա ինչ որ անհասկանալի տեղեր գնալով սովորելով նենց բաներ որոնք որ հեշտ չեն, հա, դժվար են եւ այլն, այսինքն այդ դժվարությունների մեջ գցելու եւ գործելու հենց այսպես ասած պատրաստակամությունը, մոտիվացիան, muscle-ը ոնց է, մկանի պես, ասում եմ, դա պետքա զարգացնես։ Մեր ոդքասթի այս նոր տաղավարը ինձ օգնել են կահավորել Ֆորտունա խանութից։ Վերջին 3 տարիներին Երևանում իմ ամենասիրած խանութներից մեկն է։
այնքան ընտիր, ճաշակով, որակով ու զանազան ապրանքներ ու կահույք տան ամառանոցի սրտի համար, որ իմ ու իմ սիրելիների համար նվեր ընտրելիս առանց վարանելու գնում եմ ուղիղ ֆորտունա։ Իսկ նվերքարտերը ուղակի փրկություն են։ Սպասք, ծաղկամաններ, դեկորացիաներ, կահույք, պլեդներ, բույսեր, բոլորը ուղիղ Եվրոպայի լավագույն սրահներից։ Իսկ թե ինչքան հաճախ են խանութում զեղչերն ու հատուկ ակցիաները, ուղակի բաց թողնելու չի։ Ամռանն ընթരാճ խանութում ցուցադրված է ամառային կահույքի լայն տեսականի եվրոպական առաջատար բրենդներից։ Ալումինից, եվրոպլաստիկից եւ տիկի փայտից պատրաստված այս նմուշները կծառայեն տասնյակ տարիներ։ Դրանք այսօր զարդարում են հորեկա ոլորտի շատ օբյեկտներ ամբողջ աշխարհով։ Ֆորտունան սրտի խանութ է։ Ձեր գնումներն ու նվերները ընտրեք իմ սիրելի ֆորտունայից։ Այս ամեն ինչը, այսինքն շատ սիրուն, խորը երեխաներին փոքրուց ո՞նց կարող ենք սերմանել։ Օրինակ եկեք փորձենք 3 օրինակ ասել, հələ ես էլ կմտածեմ, եթե մտքից կա, էմոցիոնալ ինտելեկտի զարգացման, որովհետև մենք հոգեբաններս ու ծնողավարության խորհրդատուներս 24/7 արդեն բոլորի գլուխը տարել ենք ինչքան կարևոր են հույզերը, հուզական գրագիտությունը, հա, զգալը են, ինչ ես զգում եմ դրան անուն տալը, դա կոնստրուկտիվ արտահայտելը եւ ոչ թե գնալ եղբորը կամ քրոջը կծելը։ Երկրորդը մի հատ օրինակ բերենք, իհարկե։ Բարկացած եմ, գնում եմ, խփում եմ, հետո պետքա ծնողների հետ աշխատենք, որ սովորացնենք, որ բարկանալը լրիվ օքեյ է։ Երեխան իրավունք ունի ունենալու ամեն հույս այդ թվում բարկություն, բայց դրա արտահայտչա միջոցները չպիտի վնասեն իրեն կամ դիմացին։ Ու որ դա էմոցիոնալ ինտելեկտի են բազային բաներն են, հա, հələ մի բան էլ մենք որպես ծնողներ հաճախ չգիտենք ինչ ենք զգում։ Մենք գալիս ենք հոգնած, սոված, ջղայն, այդ ամեն ինչ թափում ենք այդ փոքր մարդուկների վրա, առանց հետո առանձնապես գլխի ընկնելու այդ ինչ արեցին։ Երկրորդը ճկունության, այդ ադապտիվության ճկունության ոնց կարող ենք շատ փոքրուց նպաստել զարգացնել երեխայի մեջ, եւ երրորդը իհարկե մեր ամենաթեմաների թեման քաջությունը, որովհետեւ այսօրվա սերունդն ըստիս շատ կաշկանդված, ասենց ընկճված, ես իմ աղջիկների վրա եմ զգում, ինչեւ ասում եմ, չէ, մի բան, գնա, ինչ մարդուն ես, ինչ բան է հարցը։ Մամ, կարողա դու հարցնես, ու ես չեմ հասկանում, ինչ ասեմ, բայց դու վատ բան չես անում, նպաստում եմ եւ այլն, բացատրում ինչա կարեւոր, որ ինքը գնա դա իրեն շատ դժվար է դրում, որտեղ իրենք անգամ այդ փոքր համարձակությունները չունեն, հա։ Անցյալ օրը երեխաս շեղում եմ, եկավ բակից, մամա, սենց հարևանուհին մեզ մեղադրեց, ինչ որ մեկը ես ինչ էր արել, ինքը կրացավ նայեց պատշկամպից, մեզ տեսավ մեր վրա ցախտապեց, ու ես ասացի, ու մի հատ տենց սիրուն բան ու ես ինձ ամուսինս ուզում ասի ո՞նց ես քեզ թույլ տվել տենց խոսես բան ու ես ինձ Սոֆի ջան ապրես վերջապես դու այն որ постояло за себя ռուսերեն արտահայտություն, то есть ինքն իրեն պաշտպանել էր, որ ոչ ես չեմ, հələ բարձրացեք այստեղ բանը, ոչ ես չեմ բարձրանա, որովհետև դուք ինձ կարող եք վնասել, ու դուք սխալ եք, որովհետև դուք ապացույց չունեք, որ այդ ես եմ ու ես ինձ հուզված, որ վերջապես 11 հեսա շուտով 12 տարեկան ես հասա նրան, որ ինքը կարողացավ առանց դիմացինին վիրավորելու սահմանը ցույց տալ, դա էլ քաջության մասին է ինձ համար, նաև համարձակության կամ այդ հələ մի հատ կամ դուք ձեր տղաների դեմ ինչպես է կարել այդ 3 կարևորագույն հմտությունները մանկուց զարգացնելու ու հակառակը չխեղդելու Դե անկեղծս նախ մի հատ սկզբից ասեմ որ ինձ թվում է ինչ էլ ոնց էլ չսովորացնես պետքա դու ինքդ տենց լինես ու իրանք կտեսնեն կսովորեն բայց ինչ վերաբերվում հենց այդ տեխնիկաներին բոլոր մոտեցումները բոլոր կոնցեպտները ես փորձում եմ այսպես ասած ֆորմուլաների կամ ինչ որ ալգորիթմերի կամ ինչ որ տենց հեշտացված պարզացված ֆրեյմվորքների միջոցով մատուցել նույնիսկ օրինակ ինովացիան օրինակ ռազմավարության դասի ընթացքում ինովացիան պետք չի լինի ինչ որ խելագար տես գիտնական խառը մազերով ինչ որ բան խառնես ու ինովացիա լինի ինքը տեխնիկա է ինքը քայլերի հերթականություն հա Դենտասին գործիքների տեսանկյունից օրինակ էմոցիոնալ ինտելեկտի զարգացման հետ կապված նախ եւ առաջ ինձ թվում է պետք է սկսել բառապաշարից այսինքն մենք շատ ժամանակ չգիտենք մենք ինչ ենք զգում Դրա անունը չգիտեմ։ Այո, դրա անունը չգիտենք։ Օրինակ, տենց մի հատ շատ հաճախ եմ պատմում այս օրինակը, մենք գոլեգայիս հետ ավտոմեքենայով գնում ենք, ինքը տենց մի փոքրիկ վթար եղավ, ինքը խփեց ավտոն ու սկսեց լացել։ Ասեմ, ինչ ես լացում։ Ասում չգիտեմ։ Ասում ոնց չգիտեմ։ Ეხես լացում է, ասա էլի։
ասում եմ չգիտեմ, ասում եմ լսի լուրջ չգիտես, մի հատ հələ այդ սա ջանդամ, այս սա ավտոն, այդ բան ժեշտը։ Ինչ լինում է ժեշտի լինի։ Հիմա մի հատ տարի խոսանք, մինչև ապան կանչել ենք, չէ՞։ Հասկանանք խես լացում, մի հատ ինձ ասա պատճառը սա ինչ է, ամոթ է, սա ցավ է, սա ինչ որ չի պանիկա, վախ ինչ է, էլի։ Ու մինչև մենք ես տենց քահանայի դեմքով կամ ասենք չէ պսիխոլոգի դեմքով փորձում ենք տենց հետևողականորեն հասցնել նրան, որ ինքը ասի, այս ինչ բառ է, այս զգացմունքը որտեղից է, անուն կպցնի այս զգացմունքի վրա։ Դժվարություն ինքը ունեցել, ինքը չուներ այդ բառապաշարը, ինքը չգիտեր իսկականից անկեղծորեն ինքը չգիտեր, մենք մինչև հասանք, որ դա վախ չէ, որ բայց բան է, էլի անհարմարություն է, որ իր ամուսինը հետո իրան գենդերային խտրականության կենթարկի ու կասի դուք կանայք ավտոքշել չգիտեք բան դա էր վատ է բայց լավ է այն որ ինքը հասկացավ թե այս ինչ զգացմունք ինչից է դրդված այս զգացմունքը այսինքն նախ եւ առաջ կարելի է բառապաշար երեխեքի հետ հարցնել անընդհատ որ իրանք ոնց որ կապի մեջ լինեն իրանք զգացմունքների հետ Ադապտիվության հետ կապված կարծում եմ կարելի է այդ սցենարները քո գլխի մեջ անընդհատ հարցնես։ Այս ինչ կանեիր, որ սենց լիներ։ Կամ ինչ կլինի։ Այդ ու վախենում ես։ Գնացիր ու ամուսինից սենց ասեց կամ դե երեխայի դեպքում ինչ կլինի հետո, չէ՞, մոտավորապես։ Եվ ես միշտ ասում եմ, որ գլոբալ առումով ոչ մի բան չի լինի։ Որտեղ ինչ պետք է լինի օրինակ, եթե դու չընդունվես օրինակ այս համալսարանը կամ օրինակ, չգիտեմ, պարտվես այս ինչ մրցույթում գնում ես ինչ որ սպորտի կամ ասենք, չգիտեմ, այդ քննությունը լավ չհանձնեցի։ Ու ինչ։ Նույն ձևի դու ապրելու ես, նույն ձևի ասենք, չգիտեմ, մենք քեզ սիրելու ենք, նույն ձևի բարեկեցության մեջ ի դեպ ստացի երևի թե շատ վատ է դա, որովհետև դա չի կոմֆորտի զոնայից հանում, բայց մեծ հաշվով ոչ մի բան չի լինելու։ Արդյունքին հասնելու այն վերջնակետի վրա ֆիքսվածությունը այնքան մեծ է, որ process-ից այս խեղճ երեխեքը ընդհանրապես հաճույք չեն ստանում, էլի իրոք։ Ես մի հատ ձեզ դեպք պատմեմ, ուրեմն աշնանային արձակուրդների ժամանակ կինս եւ երեխաներս պետք է գնային Դուբայ հանգստանալու։ Ես շատ ուրախ իմ շների հետ մնում եմ, բան արդեն պատկերացնում եմ այդ սիտուացիա։ Մի պուտյովկայով երկուսով հանգստած ենք, էլի։ Ու գալիս ենք հասնում ենք ուշ գիշերվա ռեյսով аэроպորտ ու տղայիս паспորտը բացում են, ասում են, վայ, բայց դուք չեք կարող, մեծ տղայիս չեք կարող թռնել, որովհետև 6 ամիսից պակաս է ոնց որ սրոկը паспորտի։ Ու մենք խառնում ենք իրար, զանգում ենք ինչ որ աշխարհի թագավորին, պրեզիդենտին, բոլորին փորձում ենք այդ հարցը, ոչ մի բան չի լինում, բարձա։ Ու մենք այդ անհանգստության մեջ չենք նկատում թե Ալեքսը ինչքան հանգիստ է ասում բա դու չես անհանգստանում ասում չէ вообще ասում որտեվ ես ավտոյի մեջ նստած մտածում էի այդ թեմայով իսկ ինչ կլինի եթե օրինակ ես չթռնեմ ու հասկացա որ в принципе ոչ մի բան ապրեք То есть ինքը նես կայֆ էր ես որ հասկացա որ ինքը այդ մոտեցումը ունի Ինձ մոտ դա ավելի մեծ հասակում ազարգացվել, ես երբ որ կենտրոնական բանկում էի աշխատում, Տիգրան Սարգսյանը այն ժամանակ կենտրոնական բանկի նախագահն էր եւ ամիսը մեկ տենց կազմակերպում էր, մենք որոշակի ստաֆով, հա, աշխատակիցներով գնում էինք պանսիոնատ այն ժամանակ Ծաղկաձորում էր եւ սցենարներ էինք մշակում ֆինանսական կայունության հետ կապված, անհավանական Այսինքն իսկ ինչ կլինի, եթե օրինակ, չգիտեմ, լիքը տրանսֆերտները ավելանան 250%-ով։ Եվ լուրջ մարդիկ, լուրջ գործիքներով, Excel-ներով, չգիտեմ, SPSS-ներով, տարբեր ինչ-որ բաժինների ներգրավվածությամբ այդ սցենարի պատասխանը գրում էին, հաշվարկը կատարում էին, գրաֆիկը ցույց էին տալիս, մենք այդ ամեն ինչը ոնց որ քննարկում ենք եւ հետո հանգիստ դեմքերով երկուշաբթի գնում են գործի եւ մոռանալով այդ ամեն ինչը, մոռանալով բայց իրականում դա գլխի մեջ բնում էր եւ ոչ թե մենք կոնկրետ այդ սցենարին էինք պատրաստում որովհետեւ դա անհավանական սցենարն է բայց մենք զարգացնում էինք այն ոնց որ կարողությունը որ գոնե տես բանի մասին մտածես գլխիդ մեջ այդ սցենարները լինեն Կարծում երեխաներին այդտենց շատ ավելի պրիմիտիվ մակարդակով բնականաբար պետք է հարցնել իսկ ինչ կլինի եթե սենց իսկ ոնց պատկերացնում ես սենց օրինակ այն օրը իջնում էինք քաղաք մենք հիմա համառանոցում ենք ապրում ու տենց անընդհատ նոր բաներ ենք նկատում ու կարմիր լույսի կանգնած էինք փոքր տղայս ասում դեն իսկ ինչ կփոխեր էս փողոցում ու ինքը տենց նայեց ինչ որ էս մի մասը հանեց այն մասը հանեց ինչ որ փոքրիկ սցենար եղավ
կանաչ լույսը փոխվեց, մենք շարունակեցինք, բայց այդպես փոքր պորցիաներով ինչ որ այդպես երևակայությունը կամ պատկերացում։ Այսինքն այս շատ բարդ ու վախենալու բան չի, ուղղակի պետքա սովորություն դարձնել անընդհատ երեխաներին երևակայել տալ հնարավոր սցենարները, դա էլ կբերի իրոք ճկունության։ Իսկ քաջությունը կարծում եմ ուղղակի պետքա իրանց թույլ տալ մեր ոնց որ մենք կստացի այդ սովետական ժամանակներում, երբ որ չկային հեռախոսներ եւ այլն, բնականից մեր մոտ դա զարգանում էր։ Տնից դուրս էին գալիս, հետո ժամը 3-ը չեմ 8-ին գալիս էին, կեղտոտ ինչ որ ծոնկա արունոտ ու այդ ամբողջ ընթացքը նորմալ է, ասեք։ Հիմա ես չեմ պատկերացնում, էլի, բայց պետք է օրինակ ինձ թվում է դա ավելի շատ ծնողի աշխատելու բանն է, մեզ զսպենք եւ թույլ տանք երեխաները, որ գնան այդ ռիսկին դիմեն, այդ, չգիտեմ, օպերայի բանում լճում լողանան, կեղտոտեն, հիվանդանան, տաքություն ունենան, չգիտեմ, տենց միրգ գողանան ուտեն կեղտոտ, ոչինչ։ Հիմա երեխա են, սարսափելի ոչ մի բան չի լինի։ Թող այդ ռիսկին դիմեն, թող գնան խոսեն մարդկանց հետ անծանոթ։ Ես շատ լավ օրինակ եմ հիշում, պապաս երեխեքին իրանք որոշել են, որ իրանք հին ավտոները պետքա բակում ծախեն, որը որ ի սկզբանե մի քիչ ոչ իրական ավտոներ, թե իրենց խաղալիք ավտոներ, չեք դրան չէր ասել։ Հələ որ հա դասախոսական անձնակազմում դրան չի հասել, որ ու վաճառում են։ Ինքը մի քիչ նիկամֆորտներ մեր մշակույթի տեսանկյունից բան, հա, որ մենք մեզ զսպեցինք, բայց ասենք, լավ, երեխեք են որոշել են, թող գնան անեն։ Բայց իմ papan вообще դրա վշի պիլոտաժը արեց, ինքը գնացել էր կաշառում էր սապոժնիկին, ստայանշիկին մարդկանց, որ գնան առնեն, ասում այս 1000 դրամ եկել գնային 4 հատ ավտոն առ։ Բան sense ու իրանց համար ահավոր տես կայֆ ինչ որ բաներ էլի, որ այդ ռիսկին իրան գնացել են, ինչ որ նոր ինիցիատիվա են ստեղծում։ Ես կարծում եմ մեր ֆունկցիան կանալը պետքա կանա նրանում, որ մենք այդ ամենը պատժ կանենք։ Դա եթե տեսնում ենք, որ չկա այդ ցանկությունը գնալու ռիսկի կամ ինչ որ տես քաջություն, ստեղծենք այդպիսի սիտուացիաներ։ Շատ կարևոր բաներ ասեցիք, զուգահեռ մտածում եմ ես ոնց կարող եմ հիմա կարճ ձևակերպել այդ նույն բաները։ Մեկը կասեմ ստանդարտ, ոնց մենք միշտ բոլոր ծնողներին մեր ծնողի դպրոցում ասում ենք, դա անուն տալ հույզերին։ Երեխաների շատ մոտ է նրան ինչ դուք ասեցիք, այսինքն սովորեցնել բառապաշարը հարստացնել, դրանով էլ է շատ հեշտ անել, օրինակ, տեսնում եմ բարկացած ես։ Ասենք 3 տարեկանը շատ չի հասկանում ինչա կատարում հետը, ինքը տեսել է այդ 8-րդ կոնֆետը, ուզում է այդ 8-րդ կոնֆետն ունենալ։ Տեսնում եմ հիասթափված ես, օրինակ ընկերը նեղացրել է։ Ես էլ երևի քո տեղը լինեի շատ կտխրեի, ասենք մի 3 տարեկանը խաղալիքը ջարդել է ու ինքը այդ անուն տալով հույզին բերում ենք էմոցիոնալ գրագիտության, չէ՞։ Ահա, Բաբուլի Ալիկն ասում, պաստորներին ինչ ես հիմա ազգում եմ կոչվում է հիասթափություն, ես էլ դե 7-8 տարեկան եմ, շատ չէի առնչվել դրա հետ, հիասթափվել եմ ընկերուհուց, օքեյ, հաջորդ անգամ որ դա զգամ, կիմանամ, որ դա կոչվում է հիասթափություն։ Ու գոնե կիմանամ հույզիս անուն։ Երկրորդի դեպքում այդ ճկունության ադապտիվության դեպքում կարծում եմ, որ շատ կարևոր է երեխաների հետ խոսել նրա մասին, այսինքն երեխաներին տալ հնարավորություն դիսկոմֆորտի մեջ լինելու։ Մենք դրանից շատ ենք խոսափում, Սերգեյ։ Մենք ահա բեկված ենք, որ երեխան չձանձրանա, իրան վատ չզգա, բացասական էմոցիաներ չունենա ու 24/7 փրկում ենք երեխաներին ձանձրույթից, բացասական հույզերից, իսկ ես ուզում եմ ինքը նստի, տխրի, լացի, ցավ զգա, որ այդ իրավիճակից սկսի մտածել ոնց կկարողանա դուրս գալ։ Չգիտեմ դրան կպնում է թե չէ։ Հա, փոքր մասշտաբ պետք է տենց սարսափելի ցավ զգա կամ սարսափելի դարդի մեջ, բայց այո։ Երրորդը մտածում էի, որ այդ քաջության տեսանկյունից էլի թույլ տալ սխալվել։ Մենք ծնողներս, հայ ծնողներս հատկապես տանել չենք կարողանում, երբ որ երեխաները սխալվում են, շատ ցավոտ ենք դա տանում, ու եթե ինքը չսխալվի, այն էլ տանը չսխալվի, որ ամենաապահով միջավայրն է, բայց որտեղ պիտի սխալվի, սխալից հետո քաջություն ունենա այդ սխալը ուղղելու, չվախենա, որովհետև իրենք ինչու չեն գնում հարցնում, բարև ձեզ կասեք, այս տոմսի ինչպես ասենք դակեմ կամ չգիտեմ, բարև ձեզ ինձ կտակ 2 հաց, որովհետև վախում են սխալվելուց։ Որովհետև չգիտեն մեր ռեակցիան ինչ կլինի, այդ դիմացի մեծի ռեակցիան ինչ կլինի իրենց սխալվելուց, իսկ երևի պետքա մեկ-մեկ թույլ տալ սխալվել, որ իրենք չվախենան սխալվից, դա դեպքում քաջ կլինեն ավելի, թե լրիվ համաձայն եմ, տեխնիկայի տեսանկյունից մի հատ էլ ուղղակի հիշեցի, որ պատմություններ պատմելու տեխնիկա է, եւ այնտեղ մի քիչ մոդիֆիկացրել եմ իմ կորպորատիվ տրեյնինգների համար, մեծերի համար, հա, այդ
տեխնիկան, ոչ միայն ֆորմուլան եմ իրանց բացատրում, թե ոնց է պետք է պատմությունը պատմել, կոնկրետ շատ լավ ձեզ համար կարևոր արժեք արտահայտող պատմություն պատմեք, էլի։ Ու ասեք դրա արժեքը տակի որն է եղել։ Պատմություններ էին պատմում, օրինակ, նրա մասին, թե ոնց իրանք լսեցին մեծին, կամ ինչ-որ հաջողություն ունեցան ակադեմիական, որը որ բավականին տենց գծած էր, հա, այդ չսխալվեցին, հա, տենց։ Հիմա ես լսում եմ շատ պատմություններ, որոնք որ հեղինակությանը հարցականի տակ դնելու մեծի հեղինակությունը մեծի կամ ասենք տնօրենի կամ տենց ինչ որ էլի տարիքով կամ պաշտոնով մեծի ավելի ուժեղին ոնց որ հաղթելու ինձ դա շատ ուրախացնում է որովհետև եթե մենք նայում ենք օրինակ Կարմիր գլխարկ հեքիաթը իր արժեքը որն է մեծերին լսի հետևի ինստրուկցիաներին թե չէ այո ռիսկի մի գնա, հա, հաշվարկված է հիմա ասենց։ Հիմա մենք տեսնում ենք ավելի նոր հեքիաթներ, օրինակ Ջայկոբայանի Ջոնատան Լիվինգսթոն, հա, որ ինքը լրիվ նրա մասին է, որ մի րոպե ստոպ ասում են, ասենց դու մի հավատա, դու գնա, դու փորձի ու ասենք տենց ինքնուրույնության մասին, օրինակ փոքրիկ իշխանը ու տենց էլի ես տեսնում եմ որ նարատիվները փոխվում են ու մեսեջները փոխվում են եւ նոր արժեքներ են տալիս դա շատ լավ է ես կարծում եմ մենք նաեւ այդ տենց պետք է երեխեքին սովորացնենք ռիսկի գնալ դիսկոմֆորտի մեջ լինել համաձայնեմ ունենալ անունները բայց նաեւ զգացմունքների բայց նաև միգուցե մենք հեքիաթներով պատմենք իրանց հաջողության պատմություններ կամ անհաջողության պատմություններ, որոնք որ Ինչից էլի շատ վախենում ենք։ Հա, որոնք օրինակ ես մի քանի անհաջողություն եղավ այս վերջերս տղայիս մոտ ակադեմիական տեսանկյունից, բայց եթե երբ որ դու իրան ասում ես, որ դա քեզ չի բնորոշում այդ սխալը, դա դու չես, հա, դա մի քանի դեպք է պրոստը եղել ու վсё ինքը քո կյանքի վրա ոչ մի ձևով չի ազդելու ու դու դա շատ լավ կարող ես հաղթարես ու երբ որ ցույց ես տալիս օրինակ նաև ստատիստիկա թե շատ հաջողակ մարդիկ ինչքան են սխալվել, ինչքան են փորձել, ինչքան են հա ձախողվել մինչև այս հաջողության հասնելը շատ ավելի շոշափելի ու հավատալի է լինում։ Կարծում եմ այդ տենց պետք է երեխեք։ Շատ հաճախ մենք վախենում ենք մեր անհաջողություններից խոսել Դրանով իսկ կարծես բլոկում ենք, հատկապես դեռասների դեպքում, որ դու էլ չխոսես։ Ու երեխան, ով անհաջող օր է ունեցել, հարցում ես օրդ ոնց է անցել, լավ։ Ու վերջ, ու գնում է իր սենյակ։ Հետո երեկոյան գնում ես, նստում ես կողքով, ասում ես, գիտես, նենց հիմար օր եմ ունեցել, ինքս ասում եք, ոնց ինձ եկել են մի հատ օրին։ Հա, սենց բան եղավ, ես էսենց պատասխանեցի, բայց կարծում եմ սխալ պատասխանեցի, ու մեկ էլ նենց ընկճվեցի, բան։ Մեկ էլ սենց ասում ես քո մոտ ինչ կա, դե ես էլ մամ գիտես են որ հիշում ես, որ ու մեկ էլ սկսում են պատմել ու դու սենց հասա դրան, այսինքն ես ապահով վայր եմ, ինձ կարելի է պատմել, որովհետև ես էլ չեմ վախենում քեզ պատմել։ Այդ շատ կարևոր հմտություն է, հաղորդակցության իմ դասի ընթացքում ես դա անպայման նշում եմ, անվանում եմ խոցելիություն, եւ ասեմ որ հաղորդակցության կարևորագույն կոմպոնենտներից մեկը խոցելի լինելն է, չվախենալ դիմացինին ինչ որ զենք տալ, որը որ քո դեմ կարող է կիրառել եւ ստանալ այդ զենքը Եվ չկիրառել այդ զենքերը երբեք, բայց այդ հաղորդակցության որակը բարձրացնում է մի քանի մակարդակ ավելի բարձր է դարձնում Եվ այո, եթե դու խոցելի ես լինում, խոսում ես այդ խոցելիության մասին կամ անհաջողության ինչ-որ դեպք ես պատմում, հենց իմ ներկայացման, երբ որ առաջին հենց իսկ րոպեներից, երբ որ ես իմ մասնակիցներին խնդրում եմ, որ ներկայանան, բացի նրանից, որ մենք անունն ենք իրար իմանում կամ իդեպ սա թե երեխաների եւ թե կորպորատիվ տրեյնինգների ժամանակ է տեղի ունենում MBA ծրագրում է, սա կիրառում ծանոթությունը իմոց sense է, անուն մասնագիտություն հետարքիր փաստ ձեր մասին, ամոթալի փաստ ձեր մասին։ Ես ասում ժողովուրդ հիշեք, որովհետև հա հիշեք մի հատ անդրադառնանք, կվերադառնանք ձեզ անպայման կասեք, բան, որպեսզի ինքը ինչ-որ խնդալու դեպք է պատմում, բոլորը թուլանում են, ինքը դառնում է մարդ, ոչ թե մսիծուարյունից, այո, անսասան ինչ-որ դեմքով իդեալական ինչ-որ մարդ։ Հանգստացեք, էլի, սաղս մարդիկ ենք, ինչ յանը։ Ու երեխեքին այնքան պետք է տեսնել, որ սաղս մարդիկ ենք։ Իրենց այնքան կարևոր է տեսնել, որ մաման, պապան են մարդ, որտեղ մաման, պապան ապրիորի այնց մեծ հեղինակություն են, որ երեխայի մոտ հաճախ այդ անջրպետը կա ու ես միևնույն չեմ հասնի։
Իրենք իդեալական են, իսկ ես այսպես նսեմ, սխալականս եւ այլն, ու երբ իրենք տեսնում են, որ մաման պապան էլ կարող են սխալվել, իրենց հույզերից խոսել, լինել խոցելի, ինչից մենք ահա որ վախենում ենք, լինել խոցելի երեխայի աչքերում, թե չէ երես կառնի, բայց չէ։ Կամ օրինակ երեխուց ներողություն խնդրելը, կամ այդ քո սխալը ընդունել, որ կներես սխալ է, հա, օքեյ, բանսենց, շատ դժվար է։ Իմ համար է դժվար, բայց պետք է իրոք դժվար է։ Բայց մենք պետք է աշխատենք։ Բայց դա հմտություն է, դա պետք է վարժը, դա մկան է։ Այո։ Իրոք, եթե դու այդ մկանը զարգացնում ես, գնալ երեխային խոստովանել, որ երբ երեկոյան եկար, ղժղժացիր, գնացիք երկուսդ էլ փտած քնեցիք, դու ուղղակի այդ պահին լավ տրամադրություն չունեիր, անհաջող պահեր ու դու ցավում ես դրա համար, լավ, օքեյ, թե չենք ասում կներես, ասում ենք ես ցավում եմ դրա համար։ Ու սրանք իրոք շատ կա։ Ու երեխային էլ սովորեցնում ենք, որ դա ասելը, սիրելի մարդկանցից ներողություն խնդրելը օքեյ է։ Ոչ մի սարսափելի բան չկա։ Եվ սխալ ընդունել։ Ես outsource եմ արել այդ հիմնական բաները իմ կնոջ վրա, որտեղ իր մոտ ռեալ լավ է ստացվում, ավելի շատ, էլի։ Ու այդպես իր մոտ բնական է, ինքը այդպես կարա օրինակ երեխուն ինքը խոսում է երեխեքի հետ շատ երկար ու շատ մանրամասն ու շատ տենց ինչ որ ինքը շատ ստրուկտուրավորված մտածելակերպ ունի, շատ ճիշտ դասավորում է ամեն ինչը եւ հասկանալի։ Ես օրինակ կարող եմ մեկ-մեկ ներվայնանամ, մեկ-մեկ ասեմ լավ, սպասի հավաքվեմ, նոր ներվեր չունեմ, բանսենց, բայց ինքը օրինակ մեկ-մեկ նույնիսկ երբ որ չի բավարարվում այդ խոսակցությունով, որ ունեցել է տղաներից մեկի հետ, մեր կարա գնա զարթնացնի երեխուն, ասել է մի վարքան, հələ մենք չենք վերջացրել։ Բայց ոչ թե դες դաժան ձևով, հա, այլ որ հետևողական ճիշտ լինի։ Ես օրինակ այդ հմտությունը չունեմ, բայց ոնց որ ասում եք, պետքա զարգացնել դա, պետքա որպես հմտություն, պետքա հետևողականորեն աշխատել մեր վրա, որովհետև էլի նորից վերադառնամ այդ էգոիզմին, դա բխում է մեր շահերից, որպես ծնող։ Եթե Ալեքսին ու Դանիելին կուզեք առանձին կուզեք միասին, ես հիմա հարցնեի, ինչով է ձեր պապան տարբերվում աշխարհի բոլոր մյուս պապաներից, ինչ կասեին իրենքս ձեզ։ Կասեն նորմալ լեզվով է խոսում, հասկանալի է բացատրում, երևի թե կասեին, որ ինձ թվում է իրանց երեխայական մտածելակերպով իրանք կարծում են, որ ես խելացի եմ ակադեմիական տեսանկյունից, դեռ տիպը դասախոս եմ, բան ինչ sense, բայց դա տենց չի, կարելի է լիքը էլի աշխատել, լիքը ավելի ես կուզեի ցույց տալ, որ իրականում ովքեր են խելացի մարդիկ ու в принципе անկեղծ ասած որ խելացիությունը չի բերում հաջողության միայն, այլ թե միայն խելացիությունը չի բերում միայն չի, այո, խելացիությունը բերում հաջողության, այլ նաև քո մտածելակերպը, քո մոտեցումները, դրանք, եթե դու ունես ֆիքսված մտածելակերպ, եթե սահմանափակ էսա ու վсё, եթե օրինակ դժվարությունների քո վերաբերմունքն է, որպես բան էլի, տենց շուտ վատ բան, ոչ թե սովորելու հնարավորություն Եթե դու կրիտիկա չես կարողանում ունենալ, բայց սա սահմանափակ մտածելակերպի կամ փակ ֆիքսված մտածելակերպի ինդիկատորներ հաջողության կարծում եմ չես հասնի եւ իհակառակ դրան աճի մտածելակերպը։ Եթե դու անընդհատ ուզում ես բացես տարբեր էքսպերիենսներին, ֆիդբեքներին եւ այլն, խելքը այդքան կարեւոր չի։ Ճկունությունը, անընդհատ այդ բառը կարծում եմ։ Միգուցե դա։ Սերգեյ, ո՞րն է ձեր ամենամեծ ֆաքափը, չստացված փորձը որպես ծնող, 16 տարի է դուք ծնող եք։ Որպես ծնող, որպես երկու որդուների հայր։ Այ ինչն է, որը ձեզ դուք հաջողության չեք հասել կամ նենց չեք արել, ոնց հիմա երբ որ հետ եք նայում կուզենայի կարած լինել։ Հետարքիր հարց եք տալի ու երբեք չէի մտածել, այսքան մեծ խոսում եմ, որ տիպը մենք մեզ պետքա ճանաչենք բան, բայց այդ մասը չէի մտածել։ Այդ իրական կարող լավ է, որ ոչ մի բան մտքին չի գալի հիմա։ Գուցե չկա։ Միգուցե գիտեք ինչ, այդ շատ եմ հեշտացրել կարծում եմ։ Ինչը։ Կյանքը։ Իրենց կյանքը։ Հա, միգուցե այդ տենց պահեր չեն եղել իրանց մոտ եւ փառք Աստծո, ես կուզենամ որ չլինեն, բայց որ իրանք ինչ որ բանի համար իրականում ռեալ պայքարեն ու հասնեն դրան։ Չնայած որ օրինակ Դանիելի մոտ շատ սպորտային հաջողություններ եղել պայքարի միջոցով, Ալեքսանդրի մոտ օրինակ եղել է շատ հիմա ինքը պայքարում է ակադեմիական եւ ես տեսնում եմ ոնց է ինքը հաղթահարում եւ ոնց է ինքը աճում տենց։ Միգուցե մի քիչ էլ սխալվել եմ այն առումով, որ այն
բոլոր հնարավորությունները չեմ ստեղծել իրանց համար, օրինակ Ալեքսանդրը ուզում է ավտո առնի մի հատ 06 ու դնի բակում։ Ու ես ասում, ու վրան աշխատի, ինչ որ բաներ փոխի, այտենց։ Ես խնդրում եմ, չէ, ես ու ասում, ես չեմ կարա դա անեմ։ Որտեվ մենք այդքան տարածք չունենք, որ ես ասեք, մի հատ երկաթիկ կտոր այնտեղ դնեմ, ես այդքան ֆինանսական չեմ կարա հիմա ներդրում անեմ։ Կարծում եմ, բայց կարելի է էլի անել ու չասել, որ դե ինչ ֆինանսական ներդրում ա դա, եթե շատ ուզենաս կարաս անես։ Բայց ուզում ասեմ, ինչ որ բաներ ես կոտրել եմ, կարծում եմ, այդ կարա լինի ոնց որ սխալ։ Մյուսն էլ որ ես շատ չեմ խոսում իրանց հետ։ Ավելի շատ կինս է խոսում իրանց հետ։ Ես կուզենայի ժամանակ չունեք դրա համար, թե խուսափում եք ինչ-որ բան։ Չէ, ժամանակ միշտ էլ կա ամեն ինչի համար, եթե ուզենաս։ Առաջնահերթությունների հարցը, ինչից եք խուսափում։ Կարող է ճիշտ մեսեջ չտամ, որտեվ ես օրինակ շատ ես այդքան համոզված չեմ, ես օրինակ որպես դասախոս նույնիսկ ես համոզված չեմ ինչքանով կրթությունը պետք է։ Ու այսօր այդ հարցերի հարցն է։ Այսօրվա աշխարհում ընդհանրապես կրթությունը հին է։ Հին է, այն ինչ մենք 100 տարի գիտեինք, ինքը հին է արդեն։ Կամ օրինակ որ չգիտեմ, դաստիարակելու երեխեքի որ մեթոդներն է ճիշտ, ես համոզված չեմ։ Եվ ես խուսափում եմ այդ խոսալը շատ կարևոր է, բայց ես նաև վախենում եմ այդ խոսակցության ընթացքում սխալ մեսեջ տամ, որտեվ ռեալ ես չգիտեմ, ու հավատացնում եմ ձեզ նրանից չի որ քիչ եմ օրինակ կարդում կամ հետաքրքրվում հակառակը այնքան շատ եմ հետաքրքրվում բայց ինչքան շատ ես իմանում այդքան հասկանում ես որ ինչ բայես չգիտեմ political correct լինես այս մեսեջը տաս բայց նաև շատ ազատության մեսեջներ Սերգեյ եթե գնաք ուղակի ասեք որ ես չգիտեմ պատասխանը խոսեք թեմայից ու ասեք գիտես ես իրոք չգիտեմ ճիշտը որն է բայց սա կա այսա կարելի է հաշվի առնել սրա մասին մտածիր գուցե դա էլ է լրիվ օքեյ գնալ ասել արևս ես չգիտեմ բայց շատ ուզում եմ քեզ այդ թեմայից խոսեմ օգնեմ քեզ տեսնում եմ ասենք չգիտեմ խնդիր ունես բայց ես չգիտեմ ճիշտը որն է ուղղակի արի տես որ սա կա այս sense հարց կա այս սրամ պիտի ուշադրություն դարձնես Հենց տենց էլ խոսվում է, բայց ես օրինակ շատ եմ մտածում ընկերներ ունեմ, որոնք որ coaching-ի սերտիֆիկատներ ունեն, coach են, հա, եւ ամբողջ իմաստը coaching-ի այնա, որ դու հարցերով չտաս, հա, պատասխաններ, այլ հարցերով բերես իրան։ Ես ավելի շատ մենտոր եմ իմ բնույթով, բայց երբ որ ես չգիտեմ այդ մենտորական ոնց որ դեղատոմսը ինձ դժվար է շատ պատասխանատու ժամանակ տենց էլի նորից ասել դե կարող է sense կարող անես կարող ասես բայց հենց տենց է անում եմ ստիպված ես կուզենայի մի քիչ ավելի լուծումներ տալ գիտեք ինչ ես կարծում եմ որպես դասախոս կակրաս ես ավելի շատ ֆասիլիտատոր եմ եւ ավելի շատ տենց մոդերատոր եմ լսարանում Օրինակ իմ ռազմավարության դասը ինքը кейսերի վրա է հիմնված բիզնես պատմությունների, որոնք որ իդեպ հիմա մեծ ինիցիատիվա մինչև 2030 թվականը որոշել են որ MBA ծրագրում 70 մինչև տոկոս մենք պետքա кейսերով դասավանդենք եւ ես կոնկրետ իմ դասում ուզում եմ հայկական միայն кейսեր ունենամ մենք հիմա 3 кейս ենք գրում իմ գոլեգայի հետ Coffee House-ի кейսն է, Darget-ի кейսն է Զանգեզուրի պրինզամոլիբդենայինի кейսն է, այլ кейսեր ենք նաև մտածում, նաև մենք ունենք արդեն հայկական գինու ինդուստրիայի մասին գրված кейս, ես Հարվարդում տպագրված մի кейս ունեմ, որը որ NGO-ի, ոչ պետական կազմակերպության մասին кейս է HDIF-ի, այսինքն արդեն մեր кейսերի բազան ոնց որ հավաքվում է։ Եվ այդ кейսերը դասավանդելու հենց մեթոդը դա է դու չես կարող պատասխան տաս, որտեղ իրականում ճիշտ պատասխան չկա, դու ֆասիլիտացնում ես քննարկումը, արտացոլում ես քննարկման արդյունքները եւ ասում ես դե հիմա ժողովուրդ ինչ եք մտածում, ուր գնա այս կազմակերպությունը, հա, ու հիմնում ես այդ ռեկոմենդացիան քո ստեղծած տվյալների վրա կամ кейսում արդեն արկա տվյալների վրա։ Այսինքն որոշումդ կայացնում ես հիմնավորված ու կոնկրետ այս դեպքի համար, որը կստացի ճկունություն էլ է ինչ որ ձևավորում։ Սցենարների նման։ Այսինքն ուզում եմ ասեմ որպես դասախոս ավելի շատ ես ֆասիլիտացնում եմ եւ միգուցե չեմ ուղղորդում ինչ որ կոնկրետ տեղ, ասում սա էլ կարա լինի, սա էլ կարա լինի, դուք որոշեք։ Բայց որպես ծնող, քանի որ պատասխանատվությունը միգուցե շատ ավելի մեծ է, ես կուզենայի այդ պատասխանները ունենայի եւ պատրաստի տայի։
Իսկ որն է ձեր ամենամեծ մեկ հաղթանակը որպես ծնող։ Հաղթանակը։ Ես կարծում եմ իմ երեխաները ուրախ են, երջանիկ են, ազատ են։ Գիտեն, որ ամեն ինչ օքեյ է ու իդեպ սա միայն իմ հաջողություն չի, սա իմ կնոջ, սա իմ կնոջ ծնողների, իմ պապայի, մամայի, որոնք որ օրինակ պապան մի հատ այնպես բան ասես լուրջ եմ ասում, որը որ ամբողջ դաստիարակչական ոնց որ մեր մեթոդները տապալեց, բայց ինքը այնքան բնական կայֆ բաներ, ասում է ջղայնանում ենք, մենոնք Ամերիկայում են ապրում, խոսում ենք վիդեոսվազով, ասում դենին էլ բրեկետները չի դնում, բան ջղայնանում եմ, ասում ինքը այնքան սիրուն, թո բրեկետ չդնի, դու սենց ծուղ ատամներով էլ ես լավ, այսինքն այդ սերը, որ իրանք ստանում են, սենց խելագար սերը կամ ասենք, չգիտեմ, էլի, unconditional անպայմանական սեր։ Այո, ինձ թվում է շատ մեծ կարևորություն ունի։ Իրանք գիտեն, որ ցանկացած դեպքում ինչ էլ խնդրեմ լինի, իրանք սիրված են ու տենց։ Իսկ որն է ձեր ամենամեծ վախը։ Հենց որպես ծնող, հենց այսօրվա դարում գուցե։ Ոյ, ես նենց եմ ամաչում այդ վախից ու երեխեքին ասել եմ։ Բայց պետք է ասեմ, միջակ որ լինեն իրանք։ Միջակության վախն է։ Ես իմ համար ամենամեծ պարտությունը կլինի որպես ծնող, որպես դասախոս, որպես, չգիտեմ, մարդ, որ կրթությունը կարելի ասել ներսից մի քիչ ճանաչում է կամ գնահատում է, որ իրանք լինեն ոչ արտառոց, ինչ որ հաջորդ մեկը։ Հերթական։ Вообще չի ուզում։ Շատ սիրուն ասացիք, որտեղ ինձ թվում է մեզ կործանում է ազգովի այն, որ մենք միջակների ազգ ենք, ասենց այն միջակության մեջ խեղդված, այնքանավոր, այո, շատ վախենալու բան է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ շատ։